Հայաջան բարի օր, հուսով եմ լավ եք, երկու օր առաջ լայվ է արել, հենց այստեղ նստած գիշերվա կեսին, իմ ընտրության մասին, թե ես ինչու եմ ընտրում, ում եմ ընտրում և պատճառներն էի շարադրել, այսինքն թե ինչի հիման վրա եմ իմ ընտրությունը կատարում, պարզ ասել է, որ ընտրելու եմ այսօրվա դրությամբ մտածում եմ ընտրել Հայաստան դաշինքին, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և այնտեղ խոսել եմ նաև Գագիկ Ծառուկյանի քարոզարշավի մասին, բացառապես չդնելով ոչ մեկին նույն հարթության վրա, տարբերությունը իմ համար ակնհայտ է, բայց իմ լավ ընկերներից ովքեր դե գիտեք ընդդիմադիր դաշտում մենք այս կուսակցական իմ ընկերները հիմնականում անկուսակցական են եւ կուսակցականների նման չունենք այսպիսի բան, որ եթե ես ընտրում եմ, բոլորս ընտրում ենք կամ եթե ինքը ընտրում է, բոլորս ընտրում ենք։ Տարակարծիք ենք, բոլորս ընդդիմադիր դաշտում ենք, բայց տարակարծիք ենք։ Մեկը մտածում է, որ այս ուժն է ավելի լավ, մյուսը մտածում է, մյուս ուժն է ավելի լավ։ Եվ բնականաբար ունեմ շատ ընկերներ և շատ լավ ընկերներ, ովքեր որ ուզում են ընտրել ուժեղ Հայաստան կուսակցությանը և այստեղ ինչն է հետաքրքիր, որ ես այդ երկու անունը տվել եմ, երրորդ անունը չեմ տվել, մտածում եմ, որ ինչ-որ դիտավորություն կա, չկա նման բան։ Իհարկե ուժեղ Հայաստանը ընդդիմադիր դաշտում շատ ուրեմն իր ուրույն տեղն է գրավում։ Ես ունեմ իմ պատճառները, ինչի ավելի շատ ես ավելի շատ մտածում եմ ընտրել Հայաստան դաշինքին, չեմ էլ թաքցրել, ասել եմ, որ որոշ բաներ ինձ դուր չեն գալիս, բարձրաձայնել եմ իմ էջում, գրել եմ, օրինակ Իսրայելից եկած այդ գեներալի պահը, որ ասում են, որ անվտանգության հարցում, և ևս մի քանի բաներ կա, որ դա ուղղակի ինձ այս հարցում այն մի ուժի մոտեցումը ավելի է, ուրեմն համոզիչ, որ լավ կլինի երկրի համար։ Իմ իդեալական վարիանտը ասել եմ, ես իդեալական վարիանտ տեսնում եմ գոնե սկզբնական շրջանում, որ լինի կիսանախագահական, հավասարաչափ ունենան ուրեմն լիազորություններ և նախագահը և վարչապետը և բաժանված լինի այսպես, ես այսպես եմ պատկերացնում, որ գործադիրում լինեն մասնագետներ, բացառապես մասնագետներ, իսկ իշխանությունում ես տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին նախագահ և ինչու ոչ Սամվել Կարապետյանին վարչապետ, հավասար իրավունքներով, մեկը զբաղվի արտաքին քաղաքականությամբ, որտեղ ես գտնում եմ Ռոբերտ Քոչարյանը ավելի լավ կլինի, զինված ուժերով, արտաքին քաղաքականությամբ և այլն, իսկ մյուսը տնտեսության զարգացմամբ, ներքին քաղաքականությունը, մի խոսքով ես Սամվել Կարապետյանին տեսնում եմ տնտեսության զարգացման, ներքին քաղաքականության, այս ուրեմն գույքը հարկես տասնյակ հազարավոր ոստիկանապետությունից նորից վերածել նորմալ պետության, այս գործարանների ուրեմն զարգացման, իսկ Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ արտաքին քաղաքականության, զինված ուժերի ուրեմն հզորացման և այդ իմ պատկերացրած մոդելն է և այդտեղ պարզ է, որ ուժեղ Հայաստանը իր ուրույն դեր են, հենց որ դիտավորություններ չկան, ես ուզում եմ, որ ընդդիմադիր դաշտը հաղթի, կրկնում եմ, իմ իդեալը չկա, իմ իդեալական ցանկացած ուժը, ազգային ուժը ես դեռ չեմ տեսնում, որ ասեի, որ սա է իդեալը, և եղածների մեջ իմ ընտրությունը այդպիսին է։ Լավ եղեք, բոլորին հաջողություն եմ մաղթում եմ, որ և ուժեղ Հայաստանը, և Հայաստան դաշինքը, և մնացած ընդդիմադիր անցողիկ շեմ ունեցող ուժերը հաղթահարեն այս փորձությունը և ձերբազատվենք այս ուրեմն գործակալների ռեժիմից, այդքան բան։